Փառքնժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնա ծռերին։ Նորից մի փոքր խոսել եմ աշխարհից, ավելի շուտ մեր տարածաշրջանից, որտեղ աշխարհը կենտրոնացել է մեր տարածաշրջանի վրա եւ մեր ներքին մեր թատրոնից։ Կասեմ ինչ է թատրոն։ Տեսանք, որ աշխարհի խոշոր յոթնյակի G7-ի հանդիպման ժամանակ Թրամփը այսպես ներկայացչական ձևով ստորագրեց այդ փոխըմբռնման Պարսկաստանի հետ այդ պայմանագրի տեսք ունեցող թուղթը, դա լավ պայմանագիր չէ, հուշագիր է, որ փոխըմբռնում, իրար հասկանան, չխաբեն, չգցեն, դե փաստորեն կենտրոնական հետախուզական վարչության տվյալները ինչ որտեղ իրենց մոտ ոչ թե դա ձևական էր, այլ իրական է, տպավորություն է պիսին, որ իրենք մտավախություն ունեն, ոչ թե նախորդ Պարսկաստանին բան էին գլխի գցում, այլ մտավախություն ունեն, որ պարսիկները կարող է եւ խաբեն։ Համենայնդեպս ինքը դա արեց աշխարհի գերտերությունների ղեկավարների ներկայությամբ, ցուցադրաբար նաեւ, որովհետեւ իրեն մեղադրում են այդ Հորմուզի նեղուցի փակելու պատճառով, այդ Հորմուզի նեղուցը ավելի շատ վնասում է Եվրոպային, Արևելքին, Չինաստան, Ճապոնիա, քան Ամերիկային, իսկ Ամերիկան ես բազմիցս շեշտել եմ, իրեն ձեռք է տալի աշխարհի տնտեսությունը հնարավորինս իրենից հետ գցել, անգամ իր դաշնակիցների տնտեսությունը, որ այդ դաշնակիցները չըմբոստանան իր դեմ։ Ինչ եւ արվում է։ Հիմա իմ մարդ ցուցադրաբար ասել, տեսեք, ես համաձայն եմ, որ Պարսիկի հետ այս հարցը կարգավոր են։ Եթե ինքը չստորագրի խափի կամ չգիտեմ ինչ որ պատճառաբանություններ բռնի, զորքը պատրաստ կանգնած է։ Ուզեցա ասի ինձ չմեղադրեք։ Այդ իր դաշնակիցներին նաեւ, այդ բան այդ յոթնյակը բոլորն իր դաշնակիցներն են։ Խոշոր յոթնյակի երկրները։ Հա, մարդը ասեց, ես իմն արեցի։ Զորքն էլ կանգնած է։ Եթե Պարսիկը չարեց, մտնում եմ ավիրե։ Եվ այստեղ նաև մի շատ կարևոր, չնայած իմիջիալուց ասենք, ես Թրամփին լուրջ չեմ վերաբերվում, բայց բաներ կա, որ ասենք Ամերիկան իրեն թույլ է տալիս, որ ինքը այդ արդարությունը անի, որովհետև այս պահին իրեն բան է պետք, խելար է պետք, աշխարհն է խելար դառել դրա համար, երբեմն Թրամփը այնպես բաներ է խոսում, այն որ ասում ճիշտ բաները խիցք իմանաս, դες պարսևով մատուցում էլի, ոչ դիվանագիտական լեզվով, մարդկանց մոտ շատերն են գրում, որ Ամերիկան կառավարվում է Իսրայելի կողմից, չգիտեմ, սենց, մարդը ուղիղ ասեց, որ քննադատեց, նկատողություն արեց Իսրայելին, ասեց, որ ճիշտ է, մենք միջուկային այդ գործընթացը Պարսկաստանի կասեցրեցինք, հանուն Իսրայելի, որ ինքը Իսրայելին չոչնչացնի։ Իսկ ինչ արենք Իսրայելի համար են կարել նաև, բայց եւ նկատողություն արեց, ասեց, երբ որ մենք բան ենք պայմանավորվում, բալաջան էլի, ոնց որ ասի բիզը մի ար գնա նորից ինչ որ մեկի հետույքին դեմեղի։ Մարդը հասկացրեց, որ Իսրայելը հա մեր գործընկերն է, մեր աղբերն է, բայց ինքը մեր պուճուր աղբերն է։ Հենց այդպես ուղիղ ասեց, ինքը Պարսկաստանի հետ համեմատած, որպես գործընկեր, ինքը փոքր գործընկեր է, իսկ Պարսկաստանը մեծ գործընկեր է, ու եթե ասում է, ես Պարսկաստանի հետ բան եմ պայմանավորել, էլ դու մի գնա նորից Լիբանանի կամ չգիտեմ Հեզբոլայի հետ թեմաներ բան արի բստրի, տնական լեզվով ասեմ, Թրամփը էս էլ հերթական անգամ, ոչ թե առաջի անգամն էր, ինքը անգամ, որ այս մի շաբաթ առաջ, որ նորից սկսեցին Լիբանանը հարձակվել, Բեյրութ բան, ասենք կրակոցներ, պայթուններ, ասեց կոնկրետ ասեց հենց մի դադարեցրու։ Հրահանգ եկավ Վաշինգտոնից, որ դադարեցրու եւ վերջ։ Այնպես որ շատ մարդ կա, որ մտածում է, որ Իսրայելը Ամերիկա չլինի, Իսրայել չի գոյություն չի ունենա։ Իսկ դրա համար առաջինը պետք է Ամերիկային դեր կանգնեն, հետո նոր Իսրայելին։ Տարբերություն կա էլի։ Եվ սպասենք, տեսնենք Պուտինի վիճակն էլ ասեց, եթե Պուտինը ասեց, եթե նավթը գնաց Հորմուզի նեղուցով լսվեց, աշխարհը նավթով լսվեց, այն սանկցիաները, որ կասեցրել ենք Ռուսաստանի համար, որ թույլ տայինք իրենք շուկան այդ բացը, պարսկական բացը բերի լրացնի, այդ սանկցիաները նորից կկիրառենք, եթե պատերազմը չդադարեցնենք, կտեսնենք։ Այսինքն Պուտինին էլ մի հատ սեղմեցին։ Իմիջիալուց ասեմ, որ Պուտինը լրիվ արդեն Լենինի օրն է ընկել, դա զգացվում է նաև Հայաստանի ներքին այս թատրոնից է զգացվում, որ Պուտինը արդեն լրիվ իրեն կորցրել է։ Իմիջիալուց ասեմ, որ
Սիրելի հանրություն, հայ հանրություն, եթե դուք դեռ Ռուսաստանում եք, հետո կարողա դուք բենզին փող ունենաք, բայց բենզին չկարողանաք ճարել, դուրս գալ նամանավանդ խոշոր քաղաքի բնակիչներ, գյուղերում մեկ է, գյուղերում գյուղացին մնալու է ցեխի այդ ճահճի մեջ է մնալու, ոնց այս քանի 100 տարի դենց ապրել են, դրանց մոտ շատ բան չի փոխվել։ Ռուսական գյուղերը դենց մնացել են։ Իրենք դենց կդիմանան մի կերպ, բայց մեծ քաղաքները չեն դիմանա առանց վառելիքի, առանց աշխատանքի, առանց եւ իսկ եթե հանգարց Ռուսաստանը սկսեց, ասենք, բնակչության կորուստ տալ, այսինքն մարդիկ արտագաղթեն Ռուսաստանից, կանգնելու է ամեն ինչ։ Ռուսաստանում ամեն ինչ կարող է կանգնել։ Դրա համար, որպեսզի հետո չմնաք Ռուսաստանի, ասենք, ներսում, ես կոչ եմ անում նամանավանդ իմ հարազատներին, լքեք։ Արդեն ժամանակն է լքելու, հետո տեսնենք ինչ կլինի։ Ասելով առաջ ասեմ, որ Նիկոլը, որ էշ հայտարարեց ճշմարտությունը, հետնել կիսահումոր, որ Տաշիր Սամոն կամ նախկինները իրենց 100% ձայները ընտրակաշառքով են ապահովել, նամանավանդ ասեց չի բացառում, որ ընտանիքի անդամներն էլ են փողով քվեարկել, ինքը այդ արտահայտությունը արեց, նա չհասկացավ, որ այդ արտահայտությունը անելով ինքը խարվածում է իր կեղծ իշխանության հիմքերին։ Հիմի բացել են կես միլիոն մարդ, ավելի շատ է եղել, կես միլիոն մարդ բան են արել։ Նիկոլին դեմ են քվեարկել։ Այդ ցեները, այդ որ, ասենք, Ռոբերտը, Տաշիրը, հա, Ծառուկյանը, որ արել են, այդ իրենց ձայները չի։ Դրանք այն մարդիկ են, ովքեր դեմ են Նիկոլին։ Ուղղակի առնողն իրենք են եղել։ Իրենք այնց արեցին, որ այդ դուք պատկերացնում եք, եթե այդ ոչ Տաշիրը, ոչ Ռոբերտը, ոչ Սառուկյանը չխառնվեին այս ընտրություններին, այդ կես միլիոն ձենը, պլյուս վրան էլ երևի մի կես միլիոն, ժողովուրդը կմտնեին եւ կքվեարկեին, ասենք, հենց լավ էլ Բևերի օգտին, եթե Բևերին բոլոր հերոստալիքներով գովազդանային, այսինքն գովազդանը ցույց տային մարդիկ ինչ են խոսում, ինչ են մտածում։ Եվ մնաց այդ մարդկանց ձեռքի տակ, բայց դա դրանց ձայները չի։ Դրանք Նիկոլին դեմ քվեարկած ձայներն են։ Ու հետո արհեստական սարքեցին, որ իբր Ռոբերտն ուզում էր Հայաստանը լքել, զուգահեռաբար Ծառուկյան Գագիկն էլ հետը, այ մարդ, այս ինչ ծերվի օպերացիա, ուզում են գնան, իբր ուզում են տպավորություն ստեղծեն, որ իրենք կեղծել են իրոք, փախնում են, որ հանգարց Դադաստանի առաջ չկանգնեն, ձև էին ուզում անեն, պետք է Նիկոլն էլ գա խանգարի, որ Նիկոլի դիրքերը ամրանա։ Որտեղ իրենք հայտարարեցին, որ իրենք որից է մեկը լեգիտիմ չի։ Նա նրան քննադատեց կեղծարարության մեջ հասարած, հայտարարել եղան։ Այսա արդեն իրենք բաց են թողել։ Դա արդեն 21-րդ դարում ձայնագրվել է, տեսա ձայնագրվել է։ Եվ այդ խաղը խաղացին են ռուսական բան կա, մի հատ Ադամանդե ձերքը, բրիլյանտովը ռուկա կա, չէ՞, որ գալիս ասում է շեֆ, ասում է կլիենտ ուիժայետ, կներեք ռուսերենի համար, գիպս սնիմայուտ, մեր փողերը կորան, ասում է հաճախորդը գնում է, այդ իր վիրակապը հանում են, որտեղ բրիլյանտներն է, վերջը փողերը կորցնում են, այսպեսի տեսարան մի հատ խաղացին, որ էլի Նիկոլի դիրքերը երեսը փրկեն, սա էլ կանգնեց ոչ ավել, ոչ պակաս, ասում է, ուզում եք ասեք, որ Հայաստանում կես միլիոն մարդ, այս արդեն ինքը Ալիևին է հաճոյանում, էլ Պուտինին չէ, որտեղ Պուտինը Լենին է դարել, Պուտինը մեռած է ու թաղած չէ, այս վիճակում արդեն, նամարավանդ այդ խոշոր յոտնյագի այդ միջոցառումից հետո ազդակները հասան Պուտինին, որ քեզ հետ ինչ է լինելու, Կիևն էլ են լավ ջարմ ջիգյալով սկսեց Մոսկվան մաշել, տաշել, հենց այս գիշեր։ Հիմա, այս ապուշը, որ դենց հայտարարեց, խառնեց, թատրոնը շաղախեց գնաց, հիմա էլ ասում է, ուզում եք ասեք, կես միլիոն մարդ, բանը, որ ասել եմ Արցախյան շարժումը դադարեցնում եք, դեմ է, հատ չգիտեմ, կմտնեմ, կհանեմ, սկսեց սպառնալ սեփական ժողովրդին, իսկ սրանք արդեն լուրջ հանցանքի նշաններ են, պետության ղեկավարը իրավունք չունի իր տեսակետի համար, այսինքն քաղաքացին ունի տեսակետ, եթե ես գտնում եմ, որ Արցախը Հայաստան է, ինձ դրա համար որից մեկը իրավունք չունի սպառնալ կամ կալանավորի, դա իմ տեսակետն է։ Ինքը եթե չի ընտրվում վարչապետ, ուրեմն այդ տեսակետն է գերակշռող, իսկ ինքը կեղծելով անգամ 50% չունեցավ, կեղծելով անգամ,
Այդ 50%-ը չունեցավ։ Հիմա սրանք ընկել են երկու քարի արանք։ Ասել են երկուսով էլ ասել են կեղծվել է եւ Սամվել Կարապետյանին, քանի որ Ռուսաստանի դիրքերը թույլանում են, հիմա տեսեք Ադրբեջանի խոսույթն էլ էսա կփոխվի։ Կհասկանան, որ այստեղ ռևանշիստները փաստորեն մնացել են, Ռուսաստանն էլ որ չելնի հայերի ձեռը կաբող չեղավ, հայերի դեմը ո՞նց է սառնելու։ Դժվար է լինելու, եթե Եվրոպան իսկապես Հայաստանի տիրություն անի, այս Պարսկաստանի հետ պատերազմը դրան է տանում։ Եթե Պարսիկը առանց Հայաստանի Պարսիկը Եվրոպային կամ որտեղ Հնդկաստանի հետ բան են ստորագրել, առանց Հայաստանի, առանց Վրաստանի, Պարսկաստանի դերը այս գործում զրո է։ Առաջ չափազանցան։ Իսկ եթե Պարսիկի հետ միջև քյալա են տալի, ուրեմն մենք այդ շղթայի մի օղակն ենք։ Շղթայում ցանկացած օղակ մեծ կլինի, փոճուր կլինի, կարևոր նշանակություն, որտեղ կտրվեց այդ շղթան չի աշխատելու։ Մեր դերակատարումը բարձրանալու է։ Իսկ սա Իլհամը Հեյդարի Լագուտը տեսնում է եւ հիմա Տաշիր Սամոներին ակտիվացրել են, որ այն 5 միլիոնը, որ ասում են, իրականում ավելի շատ է։ Բախրին դեղ էլի ձեներ կային, որ Տաշիր Սամոն չէր տարել ու Նիկոլը չէր տարել։ Այդ մարդիկ կարող է ասեն հələ հոп եւ ամեն ինչ գնան Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ դե Ռուսաստանին արդեն հսկամքին հակառակ եւ կասեցնել չլինի։ Դրա համար հիմի Նիկոլը հələ նախ Ալիևին ասում է, ես թույլ չեմ տա, հատ կմտնեմ, ես կանեմ, են կանեմ, ես ասել եմ, որ Արցախյան շարժում չի լինի։ Տղա ջան, ասես չասես, Հեյդարի Լակոտը ի տարբերություն քեզ Նիկոլ, դու ամբողջությամբ կախված ես։ Այսինքն կախված եմ չսե, փոկված գետնին ընկած ես, էլի, ոնց փչում են այդպես են, անցա փչում կամին էսյան, էսյանից է փչում էնյան։ Այն տղեն գոնե մի տեղից կախված է Թուրքիայից։ Նա հələ հենք ունի։ Եվ նա հաշվարկ է անում, մտածում է, անգամ ինքնուրույն, երբեմն, հասկանաք։ Երբեմն ինքնուրույն մտածում է, դու դա չունես։ Եվ նա հասկանում է, որ քո խելքին են գնի, հա քեզ օգտագործել է, բայց կարող է պահը գա, ասի վերջից Նիկոլ կարող է փչացնի ամեն ինչ։ Էշեշ դուս է տալիս։ Եկուցել էշեշ եմ մի ճշմարտությունը դու։ Կարող է շուրգասի գիտեք սխալվել էի, որ ասում էի Արցախն Ադրբեջան է։ Որ սկզբից ասում էի, ճիշտ է դա է։ Գժի հետ գործ բռնելը սա է։ Ով որ գժի հետ գործ է բռնում, ինքն էլ է դուժում։ Այնպես որ պետք է իսկապես չափել, նոր կդրել։ Դաշտը չպետք է թողենք ռուսահապատակները կառավարեն։ Այս ցասումը իրենք տեսել են այնտեղ ինչ քվեաթերթիկներ կան։ Այդ որ ասում են 5 միլիոն իրականում շատ է։ Իրենք հասկանում են, որ ժողովրդի մեջ չկա վստահություն իրենց հանդեպ, ոչ նախկինների, ոչ ներկաների։ Դրա համար այս գլխեն Տաշիր Ռոբերտին չէ, Գագիկին չէ։ Տաշիր Սամոյին ասել են շուշուտ այդ ինչ որ պետք է գա, դու շատ նախորդ կազմակերպի։ Հələ ինչքան ազգային ուժ կա, կարաս հավաքի Բևերին էլ Տարթևի տակ Մեգելին էլ մյուսին էլ, որ հանգար ժողովուրդը ցածումը գա, դու կառավարես, այն որ 13 տարի առաջ է 13 թվին Ծառուկյանը հավաքեց տարավ կորցրել, բան, այսօր կասեմ, վաղը կասեմ, մյուս օրը կասեմ ու մի օր կանգնեց ասեց, բան։ Հենց պայմանավորված ասեցին դու դոդի գագոն ես, Սերժիկ Սարգսյանը, արդեն ինքը այդ ազգանշանով պետք է հասկանալ, որ ինքը պետք է հայտարարի ես գնում եմ տուն։ Էլ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այս սցենարը կրկնելու են, եթե ընդդիմադիր շարժումը կառավարի Տաշիր Սամոն։ Ես այս կարծիքին եմ։ Ես ոչ թե ասում եմ փողոց դուրս եկեք, ոչ թե ասում եմ մի համախմբվեք Նիկոլ դեմ, ընդհակառակը։ Ուզում եք ազգշահի, Վարուժանին բանտից անեք։ Այսօր այս ռեժիմի խանգարող թիվ 1 մարդը անհատ, եթե անհատ նայենք, Վարուժան Ավետիսյանն է։ Գնացեք բանտի դռները ջարդեք, Վարուժանին բերեք, ասեք դե կառավարի այս շարժումը։ Ու դուք կտեսնեք ինչ կարճ ժամանակում հստակ քայլերով մենք կազատվենք ռուս-թուրքական ճիրաններից։ Շատ հստակ։ Ձեզ հարց տվեք։ Ինչու է Ռոբերտը ազատ, Սերժիկը ազատ, Լևոնը ազատ, չգիտեմ Ծառուկյանը ազատ, Ֆլանը ազատ, Վստանը ազատ, միայն Վարուժան Ավետիսյանն է նստած։ Ինչի։ Ուրեմն դա ձեռք է տալիս ռուսներին եւ թուրքերին։ Ուրեմն վախը Վարուժանի
ինտելեկտի եւ կազմակերպչական ջիղի մեջ է։ Էլ եմ ասում, չեմ ասում մի հավաքվեք, բայց Տաշիրի փոխարեն Վարուժան Ավետիսյան պետք է լինի հրապարակում։ Ձեզ կոորդինացնող պետք է Վարուժան Ավետիսյանը լինի, որովհետեւ դուք հաջողություն ունենաք։ Խոյեմ եղեք։